Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1222-րդ օրն է, կիրակի է, որոշեցի ձեզ համար մի կարճ եթեր պատրաստել, որպեսզի մի քանի կարևոր լուրեր ասեմ։ Մինչ Թրամփն ու Մասկը սկսում են Սանտա Բարբարա հեռուստասերիալի նոր սերիան, Պուտինը փորձում է բեմադրել մարտաֆիլմ, բայևիկ իրենց լեզվով։ Երեկ երեկոյան Ռուսաստանը կազմակերպեց ռեկորդային հարձակում Ուկրաինայի վրա եւ հաշվի առնելով հարձակման մեջ ներգրավված ռեսուրսների քանակը, իսկ դրանք 537 ռուսական օդային թիրախներ էին, Պուտինը ակնհայտորեն ցանկանում էր մեծ վնաս հասցնել, բայց ինչպես միշտ նա ձախողվեց, չնայած մեզ համար ցանկացած կորուստ կարևոր է եւ թանկ։ Երեք վիրավորված քաղաքացիական անձանցից բացի զոհվել է նաեւ F-16-ի օդաչուն, որը հետ էր մղում ռուսական հարձակումը։ Ինքնաթիռը նույնպես կործանվել է, որոնցից 475-ը խփվել է ուկրաինական հոպի կողմից, երևի ճիշտ կլինի ասել խփվել եւ վնասազերծվել։ Թվերի տարբերությունը ցույց է տալիս, որ խոցումներ են եղել։ Զինվորականների տվյալներով օկուպանտները արձակել են ընդհանուր առմամբ 4X47 M2 կինժալ հրթիռներ, 7 Իսկանդեր MKN-23 բալիստիկ հրթիռներ, 41X101 Իսկանդեր K թևավոր հրթիռներ, 5 կալիբր թևավոր հրթիռներ, 3 S300 զենիթային կառավարման հրթիռներ, մնացած ամենը շահեդ տեսակի դրոններն էին հիմնականում, չնայած կան նաև նոր ռուսական դրոններ, ընդհանուր ասենք, որ մնացածը դրոնային թիրախներ էին։ Սա հսկայական գումար է, որը Պուտինը ծախսել է Թրամփի համար պատկեր ստեղծելու համար, բայց կարծես Ուկրաինայի հոպը Կրեմլի համար պատկերը դարձրել է ամոթալի։ Երբեմն մեկնաբանություններում առանձին կերպարներ գրում են օրինակ որտեղ է ձեր հոպը։ Ինչպես տեսնում եք, հոպը կա, այն աշխատում է եւ լավ է աշխատում։ Հետաքրքիր է այսպիսի բաներ գրողները երբևէ իրական կյանքում տեսել են գոնե 10 օդային թիրախ միաժամանակ երկնքում։ Իսկ այստեղ պատկերացրեք, որ հարյուրավորներն են թռչում եւ միանգամից, եւ նույնիսկ իրանական շահեդ դրոնները երկու անգամ արդեն արդիականացվել են ռուսների կողմից։ Սրանք այլևս այն նույն շահեդները չեն, որոնք Իրանը արձակում էր Իսրայելի դեմ։ Ընդհանուր տեխնոլոգիան նույնն է, բայց կա մոդեռնիզացում, նրանք փորձում են շրջանցել մեր հոպը։ Եվ չնայած Ռուսաստանը անընդհատ փորձում է արդիականացնել իր զենքը, Ուկրաինայի պաշտպանները աշխատում են մեկ քայլ առաջ լինել եւ կանխատեսել ռուսների մոդեռնիզացիան, թշնամու հրթիռներն ու դրոնները խոցելու համար։ Երեք, ինչպես արդեն հաղորդել էի անալիտիկա ալիքով, Ուկրաինայի հոպը ոչնչացրեց ռուսական նորագույն մշակումը ռազրաբոտկան իրենց լեզվով, խոսքը Grom 1 հիբրիդային հրթիռի մասին է։ Թեորետիկ սա բավականին լուրջ զենք է, բայց քանի որ մենք արդեն ունենք հակաթույնը, ինձ թվում է ռուսները էլի պետք է գլուխ կոտրեն, թե ինչպես այն կատարելագործեն։ Պատերազմը զինվորականների համար ծանր աշխատանք է, ել չասեմ սովորական մարդկանց ապրումների մասին, ուկրաինացի պաշտպանների եւ հանրության դեպքում սա իրոք հերոսություն է, որովհետեւ նման դաժան պատերազմի ժամանակ մնալ երկրում եւ օգնել ռազմաճակատին սա հերոսություն է հասարակ մարդկանց համար, իսկ ռազմական աշխատանքը ամենօրյա հերոսություն է մեր զինվորների համար։ Պուտինի բանակը նման է մանգուստի ատամների մեջ բռնված օձի։ Օձը թվում է մեծ եւ վախենալու, բայց մանգուստը ոչնչացնում է այն, անկախ նրանից, թե ինչպես է օձը գալարվում։ Իսկ գալարումները այն վնասներն են, որոնք հասցվում է ռուսների գրոհների ժամանակ։ Թվարկեմ մարզերով, Չերկասի մարզում կա 6 վիրավոր, այդ թվում 1 երեխա, նախնական տվյալներով վնասվել է 3-9 հարկանի շենքեր եւ Սաննդի տեխնոլոգիական ազգային համալսարանի տեղական քոլեջը։ Շենքերից մեկի լուսանկարը ձեր էկրաններին է։ Լվով քաղաքում անկախ թշնամու էներգետիկայի վրա հարձակվելու փորձերից ոչ ոք չի տուժել եւ վնասներ չկա։ Սա քաղաքային իշխանությունների տեղեկատվությունն է։ Նիկոլաևում զոհեր նույնպես չկան, սակայն բալիստիկ հրթիռներով եւ շահեդներով հրետակոծության հետևանքով վնասվել է Պահեստի տարածք։ Պահեստը ինչպես միշտ քաղաքացիական է, պարզապես ռուսները չգիտեն ինչ անեն եւ խոցում են այն ինչ որ իրենց կարծիքով կարող է ունենալ նաև ռազմական նշանակություն, չնայած ինչպես միշտ հիմնական թիրախը հասարակ ժողովուրդն է։ Պոլտավայի մարզում Կրեմենչուգի շրջանում հարձակման է ենթարկվել ձեռնարկություններից մեկը, հրդեհ է բռնկվել, բայց զոհեր փառք Աստծո չկա։ Զապորոժիեում վնասվել են ձեռնարկություններից մեկի արտադրական տարածքները, մարդիկ չեն տուժել։ Իվանո-Ֆրանկովսկի մարզում բեկորները թափվել են մասնավոր տների տարածքում, Վասյուտին գյուղում վնասվել են եկեղեցու պատուհանները եւ փայտե զանգակատունը։ Իսկ Նարաևկայում մի կին վիրավորվել է եւ հոսպիտալացվել,
կորցրել, այլ զոհեր չկան։ Բայց ինչպես ասացի, մենք կորցրեցինք օդային մարտում 1 F-16 եւ նրա պիլոտին։ Մեզ համար ամեն կորուստ շատ թանկ է։ Ես առիթ ունեցել եմ ասել, որ ուկրաինական հասարակությունը այդ առումով շատ նման է հայ հասարակությանը, մարդու յուրայինի կյանքը շատ բարձր է գնահատվում։ Անցնենք ռազմաճակատի լուրերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 170 մարտական բախում, 12 ուղղություններով Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին հարվածել են թշնամու անձնակազմի զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 8 շրջան։ Ուկրաինական զորքերը անցած 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են նաեւ 1220 օկուպանտ եւ նրանց 277 միավոր զինտեխնիկան։ Ռուսական օկուպացիոն բանակի ընդհանուր մարտական կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փաստաթղթավորած գնահատականների կազմում են 1,18,940 օկուպանտ։ Ռելիզը ձեր էկրաններին է։ Իմջայլոց վերջին օրերին նոր թափով են սկսել գերի հանձնվել ռուս զինվորները։ Կադրերը, ինչպես միշտ մեր տելեգրամյան ալիքում եմ, վայելեք։ Եվս մեկ շատ կարևոր լուր, մինչ պուտինիստները մեկնաբանություններում փորձում են մեզ համոզել, թե Ռուսաստանում պատերազմ չեն զգում, դե երևի թե սա իրենց համար նաև ավտոտրենինգ է, կամ իրենք միամիտ լինելով փորձում են մեր վրա ազդել, բայց իրենք չգիտեն, որ մենք Հայաստանի պատերազմները տեսած արդեն Ուկրաինայում 11-րդ տարին է ինչ պատերազմի մեջ ենք, եւ նույնիսկ այդ մեկնաբանների կուրկ Պուտինն է խոստովանում խնդիրները, իսկ դա նշանակում է, որ խնդիրները հասել են այնպիսի մակարդակի, որ Պուտինը այլևս դա թաքցնել չի կարող։ Իմջայլոց ազգամիչյան սպանությունները, որոնք սկսվել են Ռուսաստանում, սա արդեն նշանակում է դեստրուկտիվ պրոցեսների բավական խորացում, եւ եթե ուրբաթ օրը դա ադրբեջանցիների հետ է կատարվել, չի բացառվում, որ պայմանական վաղը մեկ այլ ազգային փոքրամասնություն կենթարկվի ռեպրեսիաների, դա ռուսական պետության բնույթն է, հա, իրանք դարերով են այդպեսին եղել։ Երբ որ նեղն են ընկնում, սկսում են այլ ազգերի նկատմամբ ջարդեր կազմակերպել։ Չգիտեմ որքանով է Պուտինը զգում կործանման շունչը, բայց ռեցեսիայի սպառնալիքից վախեցած Պուտինը անսպասելի հայտարարություն արեց ռազմական ծախսերի վերաբերյալ։ Ռուսական ռեժիմի ղեկավարը հանկարծ հայտարարեց ռազմական ծախսերի կրճատման մասին։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան թանկ է նստում ռուսական բյուջեի վրա, մենք այդ մասին բազմիցս խոսել ենք։ Նույնիսկ պետական պաշտոնյաները վերջերս հրապարակավ խոստովանեցին դա, թեև անուղղակիորեն, եւ հիմա Կրեմլի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Պուտինն է սկսել խոսել այս մասին։ Նախորդ օրը Մինսկում մամուլի ասուլիսում ելույթ ունենալով նա հանկարծ հայտարարեց, որ Ռուսաստանը ունի մեծ ռազմական ծախսեր եւ ասաց, որ լինելու են կրճատումներ։ Ակնհայտ է, որ Պուտինը ուշացել է եւ պուտինյան Ռուսաստանի փլուզմանը հանգեցնող կործանարար գործընթացները դժվար կլինի ետ շրջել, եւ նույնիսկ տնտեսությունում լարվածության թույլատնելու փորձը Պուտինին սպառնում է փլուզմամբ եւ ոչնչացմամբ։ Իսկ ես եւ դուք, սիրելի բարեկամներ, կպայքարենք եւ կհետևենք ագրեսորի փլուզմանը։ Այդ իսկ պատճառով խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր եթերները, որպեսզի ավելի շատ մեր հայրենակիցներ իմանան իրականությունը։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ձեր մեկնաբանությունները շատ են ոգեշնչում, շատ շնորհակալ եմ։ Խնդրում եմ ստուգեք արդյոք բաժանորդագրված եք մեր նոր ալիքին։ Մինչ նոր հանդիպում, ձեզ լավ կիրակնօրյա երեկո եմ մաղթում։